Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Զարգո վարչապետ, ես իմ հարցած մի փոքր այլ բնույթի է, երևի չեմ չափազանցնի, որ նշեմ այն բացառիկ առաջնորդներից եք, ով ամենօրյա ռեժիմով շփվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Կարելի է ասել, մեզանից շատ դուք եք ճանաչացում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ապրող քաղաքացիների ցանկությունները, հնարավորությունները, պահանջները եւ այլն։ Եվ այս համատեքստում ձեր մարզային հարցերից, ձեր եւ մեր մարզային հարցերից եմ ուզում ձեզ հարց ուղղել, ինչքանով է ձեր զգացողությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչքանով շոշափելի զգում է խաղաղության ազդեցությունը այս պահին, եւ այս համատեքստում նաեւ մեկ այլ հարց է ծնվում իմ մեջ, որը ուզում եմ էլի ձեզ որպես ձեր զգայական այսպես բնույթից հարցնել, արդյոք այս ամենը տեսնելով այսքան ձեռքբերումները, որոնք որ դուք երեք զեկույցի ընթացքում էլ նույնիսկ ձեզ հատկացված ժամանակի ընթացքում ժամանակից էլ անցնելով ներկայացրեցիք եւ ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունը ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հակված կլինի ընտրակաշառքով ընտրությունների գնալու, քանի որ ընտրակաշառք առաջարկում են հիմնականում այն ուժերը, որոնք իրապես չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Գիտեք, ես կարծում եմ, որ խաղաղությունը ամենակարևորը եւ դա հետաքրքիր զգացողություն էր, որ մենք թիմով ճամփորդելիս այդ արձանագրումը արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները նաեւ ինտուիտիվ հասկանում են, նաեւ ես երեք այդ նրբության մասին չխոսեցի, որ նույն առողջության ապահովագրության համակարգը, նույն կենսաթոշակների ավելացումը եւ այլը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված է նաեւ խաղաղության հետ, որովհետեւ եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետեւ միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար, որովհետեւ դուք գիտեք, որ ցանկացած էսկալացիա ինքը ծախսերը եւ չնախատեսված ծախսերը մեծացնում է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տվել, որ հանդարտության պայմաններում մենք ասենք լավ, այս ուղղությամբ նախ խաղաղությունն է բերել հնարավորություն տնտեսական աճի։ Այսինքն որպեսզի մենք կանխատեսվածից ավել տնտեսական աճ ունենանք, կանխատեսվածից սպասվածից ավել զբոսաշրջիկներ ունենանք, սպասվածից ավել քաղաքացիներ ունենանք, որովհետև այդ քաղաքացիների հոսքը տնտեսական ակտիվություն է, չէ՞, բերում դրա արդյունքում նաև բյուջետային եկամուտների աճ ունենանք եւ այդ պահին, երբ որ մտածում ենք, բայց բյուջետային եկամուտների այս հնարավորությունը ոնց օգտագործենք, էսկալացիայի պայմաններում ամենայն հարգանքով սոցիալական եւ էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններով ամենայն հարգանքով առաջին միտքը այն չի, որ այս ծախսը պետք է ուղղել սոցիալական ուղղություններով։ Մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել, որպեսզի անհրաժեշտ, բայց երբ որ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ որ գիտես, որ խաղաղություն հաստատված է, շատ հանգիստ, շատ հանդարտ այդ ծախսերը, այդ գումարները ուղղում ենք սոցիալական ծախսերի։ Այո, այս ընթացքում եւս մեկ ընդդիմադիր գործընկեր եկավ գրանցվեց գնաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Այսինքն ես եւ գիտեք ինչ, իմ կարծիքով քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան մենք նույնիսկ սպասում էինք։ Ես ընդհանրապես 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու, ինչի ձեզ թվում է 2021 թվին ընտրակաշառք չի բաժանվել, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել եւ այլն, այդ թվում խորհրդարան անցած ընդդիմությունների ներկայացուցիչների, չկա այդ դարաշրջանը անցել է վաղուց։ Համաձայնեք արձագանք։
Շնորհակալ եմ շատ եւ եւս ուզում եմ իմ կողմից հաստատվել, որ իրապես զգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղաղությունը, քանի որ մարզային այցերի ընթացքում գոնե ես ֆիքսել եմ կենսաթոշակառուների մոտ թոշակից խոսելուց գոնե 2 կենսաթոշակառու, եթե չեմ սխալվում, հենց Սյունիքի մարզից փաստեցին, երբ թոշակներից էր խոսվում, որ բարձրանալու են, ասաց կարևորը թոշակը չի կարևորը այն խաղաղությունը, որ արդեն կա, ինչի համար շնորհակալ ենք։ Այո, համաձայն եմ եւ այդ նախադասությունը մենք բազմիցս ենք լսել, երբ որ քաղաքացիների հետ զրույցներում մենք այդ հետևություններին ենք արել, ես անդադ մեջբերում եմ, հիմա էլ կմեջբերի, բայց ժամանակ կգտնի, որ գտնեմ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացու եւ իմ միջև տեղի ունեցած, որ ինձ համար շատ մեծ եւ դարակազմիկ նշանակություն ունեցող խոսակցություն է, երբ որ քաղաքացին մոտենում է ինձ, ասում է, որ գիտեք, ես բազմաթիվ հարցեր ունեմ, ես էլ ասում եմ, որ հարցերը արդյունավետ լինեն, եկեք այդ բազմաթիվները դնենք, ձեր ամենակարևոր հարցի մասին խոսեք, եւ քաղաքացին ասում է ամենակարևորը խաղաղություն եմ ուզում։ Այսինքն բազմաթիվ սոցիալ տնտեսական խնդիրների ինքն էլ աշխատող ըստ ամենայնի ոչ շատ մեծ եկամուտներով աշխատող մարդ էր, բայց ասեց ամենակարևորը խաղաղություն եմ ուզում։ Ես էլ ասացի մենք ունենք արդեն խաղաղություն։